Հարգելի նախարար, Հայաստանում հավատարմագրված հարգարժան դեսպաններ, հարգելի դիվանագետներ, անցնող տարին մեզ համար խորհրդանշական էր։ Հայաստանը տոնեց իր անկախության 25-ամյակը։ 25 տարի առաջ, ինչպես մեր ողջ նորանկախ երկիրը, այնպես էլ մեր դիվանագիտությունը առաջին քայլերն էր անում։ Այսօր Հայաստանն աշխարհին ներկայանում է ուրույն արտաքին քաղաքականությամբ, կառուցողական, հավասարակշռված, սկզբունքային եւ վստահելի դիվանագիտությամբ։ Ով ծանոթ է դիվանագիտության մեր ձեռագրին, գիտի, որ Հայաստանն առաջնորդվում է ոչ թե ընդդեմ, այլ հանուն սկզբունքով։ Հայաստանը ձգտում է իր ներդրումն ունենալ անվտանգության և կայունության ամրապնդման, միջազգային հարաբերություններում դրական օրակարգի ձևավորման, փոխշահավետ համագործակցության խթանման, տարբեր երկրների ու մշակույթների միջև երկխոսության կամուրջներ հաստատելու գործում։ Դրա վկայությունն են Հայաստանի ակտիվ ընդգրկվածությունը ինտեգրացիոն գործընթացներում, մասնակցությունը միջազգային խաղաղապահ առաքելություններին, ակտիվ ներդրումը միջազգային կազմակերպությունների օրակարգում։ Այս առումով ցանկանում եմ առանձնահատուկ նշել խոշորագույն միջազգային կազմակերպություններից մեկի ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը հյուրընկալելու պատիվը։ Հայաստանն այդ պատվին արժանացավ մեր նախաձեռնողական ակտիվ դիվանագիտության արդյունքում։ Դա մեր նկատմամբ ֆրանկոֆոնիայի կազմակերպությանն անդամակցող բազմաթիվ երկրների վստահության և համերաշխության դրսևորում էր։ Հայաստանի դիրքորոշումներն ու տեսակետը ընկալելի և ըմբռնելի են միջազգային հանրության կողմից, շնորհիվ մեր հետևողական և սկզբունքային արտաքին քաղաքականության, շնորհիվ ձեր սկզբունքային արտաքին քաղաքականության։ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովների արդյունքները հենց դրանց մասին են վկայում։ Տարեվերջին Համբուրգում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտգործնախարարների հայտարարությունը ակնառու կերպով ի ցույց դրեց, թե որքան հեռու են իրականությունից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ ադրբեջանական ճամարտակությունները։ Այդ հայտարարությունը միաժամանակ հստակ ցույց է տալիս, թե որքան համահունչ են միջազգային հանրության մոտեցումները մեր տեսակետների հետ։ Անշուշտ, սա իրականություն է դարձել Հայաստանի դիվանագիտության հետևողական ջանքերի արդյունքում։ Այստեղ տեղին է նշել, որ պարբերաբար փորձագետների, քաղաքական գործիչների կամ իրենց այդպիսիք համարողների կողմից հրապարակ են նետվում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ այսպես կոչված տարբերակներ, բայց իրականության մեջ դրանք տարբերակներ չեն, այլ վարկածներ։ Ես շատ հստակ հայտարարում եմ, որ մինչև հիմա որևէ մեկը հրապարակավ չի կարողացել ճշգրտորեն ներկայացնել այն տարբերակը, որի մանրամասները մենք երկար տարիներ քննարկում ենք։ Եվ սա շատ հասկանալի է, շատ ընկալելի է, բայց երբ որ նրանք փորձում են մտնել մանրամասների մեջ, ապա միանգամից սայթաքում են և սկսում են խոսել ցանկությունների մասին։ Դիվանագիտությունը ցանկություն չէ, բանակցությունները ցանկությունների կատարում չեն, բանակցությունները ամենայն հավանականությամբ, ես փորձառու դիվանագետ չեմ, բայց փոխզիջում գտնելու ունակություն է։ Եվ ուզում եմ մեկ անգամ ևս ձեր ներկայությամբ, որովհետև ձեզնից ստույգ որևէ մեկը չգիտի, որ սկսած 2007 թվականից որևէ այլ տարբերակ, քան մադրիդյան սկզբունքներն են, որևէ տեղ չի քննարկվել։ Ինչու՞։ Մենք իմանալով, որովհետև մենք ենք բանացողները,
Բոլոր մանրամասները մենք մեր հանրությանը մանրամասներին մասին տեղյակ չենք պահում։ Առնվազն երկու պատճառով։ Դուք լինելով փորձառու բանակցողներ, շատ լավ գիտեք, որ բանակցությունների գնալուց դու չես կարող քո ողջ, այսպես գործիքակազմն ու հնարամտությունները կամ քո տակտիկան կամ ստրատեգիան բացահայտել, որովհետև ժամանակակից աշխարհում, եթե մենք Երևանում երկու բառ ենք խոսում, այդ երկու բառը կայծակի արագությամբ արդեն եւ Բաքվում, եւ Վաշինգտոնում, եւ Մոսկվայում եւ Փարիզում միանգամից դառնում է հանրային սեփականություն։ Սա մեկ։ Եվ երկրորդ, բոլորին է հայտնի, որ սկզբունքային բանակցությունների ժամանակ գործում է հետևյալ սկզբունքը. ոչինչ համաձայնեցված չէ, եթե ամեն ինչ համաձայնեցված չէ։ Եվ եթե հիմա մենք ամեն անգամ բանակցություններից վերադառնալուց մեր ժողովրդին ասենք, այս նախադասությունը այսպես է ձևակերպված, այս միտքը այսպես է ձևակերպված, ապա երկու շաբաթ հետո, երբ որ ինչ-որ բան փոխվի, նորից պետք է սկսենք բացատրել, թե ինչու է փոխվել եւ այլն։ Բայց դա էական չի։ Էականը հետեւյալն է։ Մենք 2007 թվականից սկսած, այսինքն մադրիդյան սկզբունքները ընդունելով որպես բանակցությունների հիմք, մենք ընդամենը մեկ նպատակ ենք հետապնդում. Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշումը Լեռնային Ղարաբաղի բնակչության կողմից։ Եվ այս սկզբունքից մենք չենք հրաժարվելու։ Մեր դիվանագիտությունը միջազգային հանրությանը ներկայացրեց Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան, միջազգային պարտավորությունների եւ մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումները։ Հայաստանի ղեկավարությունը ԵԱԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ միասին շարունակում է աշխատել խաղաղության հաստատման ուղղությամբ։ Հայաստանը խաղաղության ջատագովն է։ Մենք շատ լավ գիտակցում ենք, թե որքան թանկ է խաղաղությունը։ Եվ պատահական չէ, որ այսօր մեր արտաքին քաղաքականության հիմնասյուներն են հակամարտությունների խաղաղ կարգավորումը, ուժի չկիրառումը, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը։ Հարգելի գործընկերներ, մեր արտաքին քաղաքականության արդյունավետությունը ուղղակիորեն պայմանավորված է երկրի կառավարման արդյունավետությամբ։ Վստահ եմ, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունները կարևոր հանգրվան են Հայաստանի արդյունավետ կառավարման տեսլականը կյանքի կոչելու համար։ Ուրախ եմ, որ անցնող տարում մենք ականատեսը եղանք քաղաքական հասունության օրինակի, երբ ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը կարողացան միակարծություն, այսինքն կոնսենսուս ձևավորել ընտրական գործընթացների օրինականության վերահսկման մեխանիզմների սահմանման շուրջ։ Այս առումով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջազգային դոնորներին, ցուցաբերած ֆինանսական եւ խորհրդատվական աջակցության համար։ Հայաստանի իշխանությունները վճռական են անցկացնելու օրենսդրության եւ միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրություններ, հույս ունենալով, որ դրանք կդառնան մեր 25-ամյա անկախության ընթացքում լավագույն ընտրությունները։ Այդ գործընթացում մենք սերտորեն համագործակցելու ենք միջազգային հանրության հետ, ակնկալելով վերջինիս կառուցողական, պատասխանատու, անկողմնակալ ներգրավվածությունը։ Տիկնայք եւ պարոնայք, ամանորի եւ սուրբ ծննդյան տոների առիթով սրտանց շնորհավորում եմ արտաքին գործերի նախարարության ողջ անձնակազմին, ինչպես կենտրոնական ապարատում, այնպես էլ արտերկրում մեր դիվանագետներին, ովքեր լավագույնս ներկայացնում են Հայաստանի շահերը արտաքին ասպարեզում։ Այս պահին պետք է հատուկ առանձնացնեմ այն դիվանագետներին, ովքեր մեր ազգային շահերը խիզախորեն պաշտպանում են Դամասկոսում, Հալեպում եւ Բաղդադում։ Այնտեղ ծառայող մեր գործընկերները մեկ անգամ եւս ապացուցում են, որ հայ դիվանագետի ծառայությունը կարող է ընթանալ ոչ միայն բարձրաշխարհիկ ընդունելությունների, այլև սովորական պատերազմի պայմաններում։ Ամանորի բարեմաղթանքներ եմ նաև հղում
Հայաստանում հավատարմագրված դեսպաններին եւ դիվանագետներին, որոնցից շատերն այսօր ներկա են այս դահլիճում։ Վստահ եմ, որ նրանք ցանկանում են, որպեսզի մեր տարածաշրջանում լինի կայունություն, խաղաղություն, որ նրանք ցանկանում են գործ ունենալ պատասխանատու եւ վստահելի գործընկերների հետ։ Հարգելի դեսպաններ, խնդրում եմ իմ ամենաջերմ ցանկությունները փոխանցել ձեր երկրների ղեկավարներին եւ ժողովուրդներին։ Մաղթում եմ, որ գալիք տարում առանձնահատուկ արգասաբեր լինեն մեր համատեղ ջանքերը, ուղղված խաղաղությանը, մեր համագործակցության առավել զարգացմանն ու ամրապնդմանը։ Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Ես կարծում եմ, որ դուք նաև մի նվեր եք ստացել անցյալ տարի, կարծում եմ այս հարմարավետ շենքն է, որտեղ մենք ձեզ հետ միասին առաջին անգամ պետք է դիմավորենք նոր տարին։ Հուսով եմ, որ այս պայմանները եւս ձեզ կօժանդակեն, որպեսզի դուք շատ բարձր պահեք հայկական դիվանագիտության վարկը։ Սա չափազանց կարևոր է։ Շնորհակալ եմ ուշադրության համար։ Մեկ անգամ եւս ցանկանում եմ ձեզ գալիք 2017 թվականին ջերմություն ձեր ընտանիքներում եւ հաշտություն, առաջին հերթին հաշտություն ինքներդ ձեզ հետ։ Այս ամենակարևոր պայմանն է։ Շնորհավոր նոր տարի, շնորհակալ եմ։